Հրաչյա Քոչարի 13 հասցեում այսուհետ գործելու է Բարգավաճ Հայաստան կուսակցության մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի համայնքային կազմակերպության գրասենյակը։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անձամբ է նորամուտը նշանավորում։ Համայնքային գրասենյակի պատասխանատուների ուղեկցությամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախ շրջում է գրասենյակի տարածքում, ծանոթանում աշխատանքային պայմաններին, գերազանց գնահատական տալիս դրանց։ Այստեղ ստեղծված են արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները, կան նաև քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու համար հարկավոր պայմանները։ Շրջայցից հետո ԲՀԿ նախագահը աշխատանքային հանդիպում է անցկացնում Արաբկիրի կուսակցական խորհրդի անդամների հետ։ Քննարկվում են առաջիկա աշխատանքների կազմակերպման, թիմային գաղափարական մոտեցումների հստակեցման ուղղված հարցեր։ Գագիկ Ծառուկյանն ընդգծում է, որ նմանօրինակ աշխատանքային հանդիպումների շարքը շարունակական է լինելու կուսակցության տարբեր գրասենյակների ներկայացուցիչների հետ։ Ես շատ ուրախ եմ այսօրվա մեր հանդիպման համար, իհարկե արդեն խորհրդարանական ընտրությունների կարգավորվածին շատ քիչ ժամանակ է մնացել, ես բոլոր տեղերը պետք է այցելեմ, թիմի հետ ամենակարևոր ակտիվի հետ հանդիպեմ։ Մենք հավատում ենք մեր սկզբունքին, մեր ծրագրին, մեր գործին, որ պետք է լինի հավասարություն, արդարություն, հանդուրժողականություն, համերաշխություն, մրցակցություն։ Դուք կարևորը իմացեք, որ անելու եք ձեր համար, ձեր տարածքի համար, ձեր ընտանիքի համար, ձեր երեխաների, ձեր ապագայի համար եւ մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Արչևում համակարգված ու միասնական աշխատանքի շրջանն է, նշում է Գագիկ Ծառուկյանն ու հավելում, որ կա փորձառու թիմ ու կան շատ անելիքներ, սակայն մենք պատրաստ ենք դիմակայել բոլոր մարտահրավերներին։ Ամեն ինչ նորմալ է, այսօր ժողովուրդը եւ վստահում է, եւ հավատում է, եւ հույս է կապում, որ ամեն մեկը այդ պարտավորությունը, այդ պատասխանատվությունը լիարժեք վերցրել եք ձեր վրա, պետք է կարողանաք լիարժեք տեր կանել եւ պահել եւ պահպանել։ Այնպես որ մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար, ձեր բոլորի պատիվը իմ պատիվն է, իմ պատիվը ձեր պատիվն է։ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Բարգավաճ Հայաստանը կուսակցաշինական բարդ ու արգասաբեր ճանապարհ է անցել, որի առաջիկա անելիքներից ամենակարևորը թերևս 2012-ի ընտրություններին նախապատրաստվելն ու արդյունավետ մասնակցությունն է, ամփոփում է Գագիկ Ծառուկյանը։ Ավարտին արդեն անկաշկանդ մթնոլորտում կուսակցականների հետ շփումն ու անկեղծ հարցուպատասխանն է։ Որտեղ խերով լինի, ուրախ եմ հանդիպման համար։ Իվետա Տոնոյան, Աշոտ Համբարձումյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։